Հետազոտությունները ցույց են տալիս, որ սեռական հասունացման ժամանակ դեռահասի կյանքը բառացիորեն նմանվում է շինհրապարակի, ոչ միայն մարմինը, այլ ուղեղն է ամեն օր փոխվում։ Հաճախ աղջնակների մոտ դիտվում է վաղաժամ սեռական հասունացում, որին հաջորդում է առատ, երբեմն էլ ցավերով ուղեկցվող դաշտանը, առաջանում են կիստաներ։ Թե ինչ ախտաբանական խնդիրների մասին կարող է նախազանգել դեռահասության տարիքում առաջին հայացքից աննկատ, երբեմն էլ չնչին անհարմարություն պատճառող խնդիրները բժշկի մոտ զրուցել ենք Աստղիկ բժշկական կենտրոնի մանկական գինեկոլոգ Լիաննա Քոչարյանի հետ։ Վաղաժամ սեռական հասունացումը դա երբ աղջնակի մոտ դիտվում է երկրորդային սեռական հատկանիշների ձևավորում 6 տարեկանից սկսված կամ 6 տարեկանից ավելի փոքր հասակում եւ ունենք նաեւ հեշտոցից արյունային արտադրություն 7 տարեկանից սկսած եւ 7 տարեկանից շուտ։ Այս պարագայում խոսքը վերաբերում է վաղաժամ սեռական հասունացմանը։ Վաղաժամ սեռական հասունացումը մի քանի այսպես ենթատեսակներ ունի, կա կենտրոնական ծագման վաղաժամ սեռական հասունացում, կա ծայրամասային ծագման վաղաժամ սեռական հասունացում, տարբերում ենք նաեւ վաղաժամ սեռական հասունացման տարբեր ախտանիշներ, ինչպիսիք են Ինչպես արդեն ասացի, երկրորդային սեռական հատկանիշների ձևավորումը, դրանց մեջ մտնում է բնականաբար անոթափոսերի եւ ցայլքի մազակալումը, կրծքագեղձերի մեծացումը եւ այնուհետեւ արդեն հեշտոցից արյունային արտադրությունը։ Այս բոլորի հանրագումարը իրենից ներկայացնում է վաղաժամ սեռական հասունացումը։ Եթե ունենք կենտրոնական ծագման վաղաժամ սեռական հասունացում, դա նշանակում է, որ մեր գլխուղեղի կողմից արտադրվող հորմոնները, որոնք որ պատասխանատու են դաշտանային ցիկլի եւ սեռահասունացման համար, ավելի շուտ են այսպես չակերտավոր արթնացել եւ դրա հաշվին ունենք արգանդի եւ ձվաների ավելի շուտ process-ի մեջ ընդգրկում եւ բնականաբար երկրորդային սեռական հատկանիշների շուտ ձևավորում։ Իսկ ծայրամասային սեռական հասունացման դեպքում հնարավոր է սպոնտան կամ որևէ դեղորայքի կամ այլ սննդի միջոցով կամ կենսակերպի տարբեր խնդիրների դեպքում հնարավոր է առաջանան ձվաների վրա տարբեր կիստաներ, որոնք ձվաների եւ ոչ միայն ձվաների, նաեւ այլ հարակից օրգանների կամ ներքին օրգանների հորմոն արտադրող գոյացություններ առաջանան, որոնք որ սկսում են արդեն արտադրել սեռական հորմոններ եւ պոտենցիում են վաղաժամ սեռական հասունացումը։ Եվ արդյունքում նորից դիտվում են նույն երևույթները։ Ուստի հորդորում եմ բոլորին, եթե կան երկրորդային սեռական հատկանիշների շուտ ձևավորում, ուղղակի չխորհրդակցեն իրենց հարևանուհու, չգիտեմ, տան մեծահասակներ, այո, մեծահասակների հետ այլ ժամանակին դիմեն բժշկի եւ ճիշտ ու գրագետ հետազոտություններ ստանան, քանի որ ճիշտ եւ գրագետ հետազոտման արդյունքում միանշանակ արդեն պարզվում է, թե կոնկրետ ինչն է պատճառը սեռահասունացման եւ արդեն ուղղվում է բուժումը եւ մնացած արդեն հսկողությունը ըստ արդեն հայտնաբերված խնդրի։ Այստեղ ուզում եմ ասեմ, որ երբեմն կիստաները կարող են առաջանալ վաղ մանկական տարիքում, նաեւ ներկայումս քանի որ մեծ է հնարավորությունը լիարժեք հետազոտման, պտղին կարելի է հետազոտել ներարգանդային կյանքում եւ հենց ներարգանդային կյանքում կան ներարգանդային կյանքում հնարավոր է պտղի մոտ հայտնաբերել կիստաներ, որոնք որ արդեն պետք է խիստ հսկել եւ անհրաժեշտության դեպքում բնականաբար կիստան հեռացնել, որ հետագայում օրիորդ աղջիկը լինի լիարժեք առողջ ու ճիշտ ձևով մտնի սեռահասունացման շրջան։ Բժշկուհի, իսկ վաղաժամ սեռական հասունացումը եւ ընդհակառակը ուշ սեռական հասունացումը հետագայում ինչ խնդիրների առաջ կարող է կանգնեցնել օրիորդին, հետո այլևս արդեն կնոջը։ Շատ կարևոր հարց տվեցիք։ Վաղաժամ սեռական հասունացման դեպքում կամ ուշացած սեռական հասունացման դեպքում շատ կարևոր է մարմնի հասակի հետ կապված խնդիրների առաջացումը։ Կան մարդու օրգանիզմում ոսկրային համակարգում այսպես ասած աճի զոնաներ, որոնք որ պարտադիր, եթե ունենք վաղաժամ սեռական հասունացում, կատարվում է դաստակի ռենտգեն հետազոտություն, որպեսզի հասկանալի լինի աճի զոնաները փակ են, բաց են, ոսկրային տարիքը առաջ են գնում, հետ են գնում, թե համապատասխանում է տարիքային նորմային եւ այս բոլորի ինիկատ ունեմ, որ վաղաժամ սեռական հասունացումը դա ընդհանուր այսպես ասած ախտորոշում է, որը որ կախված է ոչ միայն գինեկոլոգիական խնդիրների հետ, այլ նաեւ գինեկոլոգիայից դուրս այո առաջացնում է մի շարք խնդիրներ, որոնք միաժամանակ պետք է հսկողության տակ պահել, որ հետագայում երեխան օրինակ չտարապի ցածրահասակությամբ կամ այլ խնդիրներ չունենան։ Այստեղ ուզում եմ ասել, որ երբեմն երբ օրիորդի մոտ սկսում է սեռահասունացումը լիարժեք ճիշտ
ճիշտ տարիքում մայրիկները անհանգստանում են, որ կարող է մեր աղջիկը այսպես կարճահասակ մնալ կամ ինչ-որ մի բան, եթե տարիքին համապատասխան են ընթանում փոփոխություններ, այս պարագայում պետք չի անհանգստանալ եւ չպետք է երեխային բարդությունների առաջ կանգնեցնել, որովհետեւ դեռահասը յուրահատուկ այսպես յուրահատուկ չեմ կարողանում ճիշտ բառը անհատականություն է երևի այսպես մեկնաբանեմ, որ իրենք ամեն փոքրիկ մանրուք կարող է հետագայում բերել բարդույթի առաջացման ու արդյունքում լիքը խնդիրներ առաջանան, դրա համար ավելի լավ է խորհրդակցել թեկուզ տեղամասային մանկաբույժի հետ ու ստանալ ճիշտ իրենց հուզող հարցերի ճիշտ պատասխաններ, քան սուրճի սեղանի շուրջ իրենք քննարկեն եւ արդյունքում աղջկա մոտ տարբեր խնդիրներ առաջանան։ Բժշկուհի, իսկ մենք ինչ է խոսում ձեր պրակտիկան, արդյոք այդ մշակույթը արդեն ձևավորել ենք, որ ծնողները վաղ հասակում դիմում են, ծնողները դիմում են նմանատիպ խնդիրների դեպքում բժիշկների, որպեսզի հետագայում այլևս իրենց փոքրիկները նմանատիպ խնդրի առաջ չկանգնեն։ Էլի շատ կարևոր հարցերից մեկը տվեցիք, այո, հիմա ներկայումս այդպիսի տենդենս կա, որ ցանկացած փոքրիկ մանրուքով արդեն դիմում են ճիշտ մասնագետի ու ստանում խորհրդակցություն, որը որ ոչ միայն մայրիկի համար է կարևոր, այլ նաև երեխայի համար, քանի որ երեխան մտնում է նոր էտապ իր կյանքում, հասունացման շրջանը ամենակարևորագույն շրջանն է դեռահասի դեպքում, եւ այս պարագայում իմանում է ինչպիսի խնամքի միջոցներից օգտվել, ինչպես կազմակերպել իր անհատական ճիշտ խնամքը, դաշտանային ցիկլի օրերին ինչպիսի միջադիրներ կրել, որ լինեն մաքուր բամբակյա, քանի անգամ պետք է օրական փոխել միջադիրը, քանի անգամ լվացվել եւ ինչպես պատրաստ լինել ճիշտ դաշտանային ցիկլի ձևավորմանը, որ հետագայում որևէ խնդիր երեխայի մոտ չլինի։ Այստեղ շատ կարևոր է նաեւ լուսաբանումը, մեր աշխատանքը որպես նեղ մասնագետներ, որ մարդիկ տեղեկացված լինեն, իմանան, որ այսպիսի մասնագետներ կան, մանկական գինեկոլոգներ, մանկական էնդոկրինոլոգներ, որ այցելելը ամոթ չի, այլ հակառակը պաշտպանում է եւ իրենց որպես ծնող եւ երեխային հետագայում շատ խնդիրների առաջացումից։ Բժշկուհի, դուք խոսեցիք նաև կիստաների մասին եւ շատ հաճախ հատկապես օրինակ գյուղական համայնքներում, եթե խոսենք դեռահասի կիստայի մասին, կասեն, վայ, սա ինչ է, ոնց կարա լինի այդպիսի բան, սեռական կյանքով չի ապրել, որևէ խնդիր չի ունեցել, Ուզում եմ այս կարծրատիպը եւս կոտրենք եւ այս առումով եւս մասնագիտական ձեր դիտարկումը։ Կիստաները ցանկացած տարիքում կարող են առաջանալ, ինչպես ասեցի, ներարգանդային կյանքում դեռևս պտղի մոտ ուլտրաձայնային հետազոտման միջոցով եւ հղիության սկրինինգ է իրականացվում մայրիկի մոտ, հնարավոր է հայտնաբերվեն կիստաներ եւ սա կապ չունի սեռական կյանքի սկզբի հետ, կապ չունի մայրիկի ընդունած դեղորայքի հետ, երբեմն նաև ավելի մեծասակներն ասում են այնքան դեղորայք նշանակեց հսկող բժիշկը, որ դրա հաշվին մենք ունեցանք կիստաներ, այդպիսի որևէ դա իրականությանը չի համապատասխանում եւ վերջի վերջո հսկող բժիշկն էլ դեղորայք չի նշանակում իր քմահաճույքից ելնելով, այլ խիստ ցուցումի եւ անհրաժեշտության դեպքում է նշանակում դեղորայքը։ Եթե երեխայի մոտ հայտնաբերվում է կիստա, խոճապի մատնվել պետք չէ, այլ պետք է հսկել կիստայի նախ այստեղ կարևոր է կիստան իրանից ինչպիսի կիստայի ներկայացնում, ինչպիսի բնույթ ունի, ինչպիսի չափսեր ունեն, մինչև 5 սանտիմետրանոց կիստաները ուղղակի հսկման ենթակա են, եթե խոսքը դեռահասության տարիքի մասին է կամ նախասեռահասունացման շրջանում։ Փոքր տարիքում ինչքան կիստան չափսերով մեծ է կամ ընթացքում տարիքի հետ մեծանում է, բնականաբար պետք է այդ կիստայի հեռացումով զբաղվել, որ հետագայում չվնասի առողջ ծվարները եւ արգանդափողի հետ կապված հետո խնդիրներ չլինեն։ Ինչպես արդեն ասեցի, մինչև 5 սանտիմետրանոց կիստաները նախասեռահասունացման եւ դեռահասության շրջանում լիարժեք նորմալ են համարվում, եթե չունեն արագ աճի տենդենս եւ եթե հորմոնալ ակտիվ չեն, իսկ առհասարակ ֆունկցիոնալ բնույթի կիստաները ոչինչ չի արվում ֆունկցիոնալ բնույթի կիստաների դեպքում, եթե չունեն կլինիկա։ Իսկ ինչ է առաջանում կլինիկա ասելով, ինչ նկատի ունենք, հաճախ կիստաները կարող են առաջացնել արյունահոսություններ, ցկցկված ուշացած դաշտանային ցիկլեր, որի արդյունքում ունեն մենք արգանդի լորձաթաղանթի հաստացում եւ այնուհետեւ արգանդի հաստացած լորձաթաղանթը բերում է կիստաների առաջացման։ Կներեք, արգանդի լորձաթաղանթի հաստացումը բերում է արյունահոսությունների ցկցկված երկարատև եւ առատ դաշտանային ցիկլերի առաջացման։ Այս պարագայում միանշանակ պետք է հենց սկզբից զբաղվել կիստայով եւ արյունահոսությունը դադարեցնել ու այնուհետեւ նաեւ կիստայի հետ կապված վիրահատական կամ ոչ վիրահատական բուժման մեթոդներ առաջարկել։
Բժշկուհի, արդյոք ցանկացած առատ դաշտան խոսում է կիստայի առկայության մասին, թե կարող են այլ խնդիրներ եւս լինել, որոնք որ բերում են առատ դաշտանի կամ ձգձգվող առատ դաշտանի։ Նորից կարևոր հարցերից մեկը տվեցիք, երբեմն ծնողները զանգում են, հեռախոսով փորձում են խորհրդակցություն կազմակերպել կամ ինտերնետով ցանկացած հարթակով ու փորձում են այսպես իրենց միջոցներով բարձր պատճառը, սա էլ եմ համարում ոչ ճիշտ մոտեցում, քանի որ խոսքը վերաբերում է դեռահասին կամ նախասեռահասունացման շրջանում գտնվող աշնակին եւ այս բaragայում շատ կարեւոր է որպեսզի լիարժեք հետազոտել ու գտնել բուն պատճառը։ Ինչ է նշանակում լիարժեք հետազոտել։ Պետք է այցելել մանկական գինեկոլոգի, զննում անցնել, այնուհետեւ մանկական գինեկոլոգը նոր զնման տվյալները համադրելով կկարողանա առաջարկի արդեն ճիշտ հետազոտման պլանը։ Եվ այստեղ ես մշտապես իմ պացիենտների ծնողներին ասում եմ, որ միգուցե կան հարցերի պատասխաններ եւ հենց այդպես էլ իրականում լինում է, որոնք որ մայրիկի համար բացարձակ այսպես էական նշանակություն չունեն, իրանցից որևէ խնդրահարույց այսպես նրբություն են ներկայացնում կամ նույնիսկ չեն ներկայացնում եւ իրենք այդ փոքրիկ բաց թողումները չասելով բժիշկին, հետագայում դրանք էլ կարող են բերել ոչ լիարժեք ախտորոշման, այո, դրա համար հորդորում եմ առանց թաքցնելու երկրորդային գանգատները, առանց թաքցնելու նաև ուղեկցող հիվանդությունները, ամբողջը լիարժեք ասել մասնագետին, որպեսզի մասնագետն էլ կարողանա լիարժեք մոտեցում ցուցաբերի։ Ոչ միայն կիստաներն են բերում արգանդային անոմալ արյունահոսությունների առաջացման, այլ արգանդի լորձաթանթի հաստացումը տարբեր պատճառներով պայմանավորված կարող է լինել, հենց վաղաժամ սեռահասունացումը, երբ աղջնակի մոտ դաշտանը ավելի շուտ է, ինչքան շուտ է առաջանում, այնքան ավելի մեծ է հնարավորությունը, որ կունենանք արգանդային անոմալ արյունահոսությունների որոշակի, այսպես նախատրամադրվածություն, այսպես ասեմ, որ մարդիկ միանգամից չասեն, եթե 10 տարեկանում սկսվեց, ուրեմն բոլորը պետք է այո սեռական հասունացում է կամ երեխան միանշանակ պետք է հաջորդ դաշտանային ցիկլերը արյունահոսությամբ ուղեկցվի, ոչ, պետք է պարտադիր հսկել դաշտանային ցիկլ ասելով ինիկատի ունենք վերջին 2 դաշտանի առաջին օրերի միջև ընկած ժամանակահատվածը, որը պետք է կազմի 21-ից մինչև 35 օր, դաշտանային արյունը չպետք է գերազանցի 150 մլ-ից ավելի եւ չպետք է տևի 8 օրից ավել ու միջդաշտանային արյունային արտադրություն չպետք է լինի։ Սա համարվում է նորմալ դաշտանային ցիկլը, եթե դաշտանը տևում է 8 օրից ավելի, եթե ունենք միջդաշտանային արյունային արտադրություն, եթե ունենք առատ դաշտան, այս բոլորը արդեն ասոցացվում է արգանդային անոմալ արյունահոսության եզրույթի մեջ եւ այս պարագայում միանշանակ պետք է դիմել։ Հաճախ ասում են առաջին դաշտանն է կամ երկրորդ դաշտանն է կամ դեռ կարգավորման շրջանում է գտնվում, բայց արդեն 14-րդ կամ 16-րդ օրն է, արժի սպասել, ոչ ուզում եմ հորդորել, որ պարտադիր պետք է դիմել, պարտադիր չէ դիմեն մանկական գինեկոլոգի, գոնե տեղամաս իրենց մանկաբուժին, գոնե բազային հետազոտություններն անցնեն, ինչպիսիք են մակարդելության որոշումը արյան մեջ, արյան ընդհանուր քննության իրականացումը եւ փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիան ու այնուհետեւ նոր որոշում կայացնել, ունենք այլ նեղ մասնագետի խորհրդատվության անհրաժեշտություն, թե ոչ։ Ծնողները հատկապես դեռահասների նշում են, որ օրինակ առատ դաշտանի զուգահեռ կան նաեւ մակարդուկներով արյունային արտադրություն։ Սա ահազանգ կարող է լինել, թե սա նորմալ բնականon ընթացք է։ Եթե մակարդուկները շատ փոքր են եւ յուրաքանչյուր դաշտանային ցիկլին չեն ուղեկցվում, այլ լինում է տարվա ընթացքում 1-2 անգամ, սա նորմա է համարվում, իսկ եթե ունենք մշտապես ցանկացած ցիկլին այսպես ուղեկցվող մակարդուկներով արյունային արտադրություն, սա արդեն անհրաժեշտություն է իրենց ներկայացնում, որպեսզի դիմեն մասնագետի ու որոշակի հետազոտություններ անցնեն։ Առատ դաշտան ասվածը մի քիչ էլ սուբյեկտիվ է, քանի որ հաճախ մայրիկները իրենց դաշտանային ցիկլի հետ են համեմատում եւ հնարավոր է իրենց մոտ սակավ լինի, երեխայի մոտ չափավոր, ու այստեղ արդեն դիսբալանս առաջանա, որ երեխայի մոտ առատ է, այնուհետեւ հարցնում ենք, քանի միջադիր է օրական փոխում, օրինակ կարող են ասել 3-4 իրենք լավ լցված ամբողջությամբ չեն լցվում, բայց քանի որ մայրիկը փոխել է ամբողջ կյանքի ընթացքում 1-2, արդեն այսպես մտածում են, որ իր օրիորդի մոտ այո ունենք արյունահոսություն կամ առատ դաշտան։ Այդպես այնպես որ պետք է լիարժեք ցանկացած հարց
ճիշտ վերանայել, վերադասավորել, մեկնաբանել, որ եւ օրիորդի եւ մայրիկի մոտ որևէ հարց չմնա, թերի հարց չմնա եւ իրենց բոլոր հուզող հարցերին ստանան սպառիչ պատասխան ու նաեւ մայրիկի նկարագրած գանգատներն էլ պետք է մանրակրկիտ իմի բերել ու յուրաքանչյուր գանգատը ճիշտ այսպես պարզաբանել, որ հստակ հասկանանք ունենք որևէ խնդիր, թե ուղղակի սուբյեկտիվ ինչ-որ գանգատներ են նշում։ Բժշկուհի շատ հաճախ հատկապես նշում եմ գյուղական համայնքներում երեխաներին չեն բացատրում, որ հասունացման շրջան է եւ շատ պատահական, երբ երեխայի մոտ արյունային արտադրություն է լինում, երեխայի համար դա բավականին մեծ ստրես է, որը հետագայում նաեւ շատ հոգեբաններ նշում են, որը կարող է հետագայում ճակատագրական հետք թողնել երեխայի առհասարակ սեռական հասունացման վրա։ Այս առումով կուզենայի օգտվելով առիթից մեր մայրիկներին ձեր խորհուրդը, թե ինչպես կարողանալ երեխային շատ մեղմ, այսպես ասած հնարավորինս ցիվիլ ներկայացնել, որ այսպիսի խնդրի առաջ կկարողանա կանգնել եւ նաեւ հետաքրքիր է ձեր դիտարկումը որպես մանկական գինեկոլոգ, ինչ խնդրի առաջ կարող է կանգնել երեխան, երբ այսպես ասած այդ արյունային արտադրությունից ակամայից ստրես ապրի։ Եթե տեղյակ չի, բնականաբար դա բնական նորմալ հուզական վիճակ է։ Նորից բավականին ակտուալ հարցերից մեկը հնչեցրեցիք, ուզում եմ ասեմ, որ մայրիկները պետք է մաքսիմալ կարողանան ճիշտ շփվել իրենց դեռահաս աղջիկների հետ, լիարժեք բացատրեն տարբերությունը աղջիկ-տղա տարբերությունը, թե իրենք իրարից ինչով են տարբերվում եւ ճիշտ մեկնաբանեն սեռահասունացման փուլային, այսպես ասած, փոփոխությունները օրիորդի օրգանիզմում, քանի որ արդյունքում երեխան ավելի գիտակից կլինի եւ ճիշտ ինֆորմացված ու ինֆորմացիան ինքը կստանա հենց մայրիկի միջոցով, այլ ոչ ընկերուհիների կամ իր համադասարանցիների միջոցով, որոնք որ համացանցից կամ այստեղից այնտեղից կծկտուր ինչ-որ փոքրիկ ինֆորմացիաներ ունեն եւ հիմնականում նաեւ որոշակի իրենք էլ են հորինում ու արդյունքում այսպես փոքր ինֆորմացիան տարածվում է դառնում ավելի մեծ ինֆորմացիա եւ որը որ խեղաթյուրված է հիմնականում լինում, դրա համար հորդորում եմ բոլոր մայրիկներին, որ մանրակրկիտ, աչալուրջ երեխային պետք չի միանգամից նստել ու խոսել սեռահասունացման ամբողջ երևույթի կամ դաշտանային ցիկլի ամբողջ ընթացքի մասին, այլ պետք է ասել, որ երբ որ տեսնում է, որ կա ցայլքի անոթափոսերի մազակալում, սկսում են կրծքագեղձերը մեծանալ, պետք է այդ երևույթին էլ մայրիկը ճիշտ մեկնաբանություն տալ եւ հենց մայրիկը ցույց տա, որ մենք մտել ենք նոր շրջան ու շատ լավ է, որ արդեն գտնվում ենք սեռահասունացման շրջանում, այսպես քաջալերել կրծքալների եւ տոպիկների կիրառումը արդեն դեռահասության շրջանում, որպեսզի ճիշտ ձևով նաեւ մարմնակառուցվածքը ընթանա, այստեղ նաեւ կարեւոր է հիգիենայի հարցերի ճիշտ մեկնաբանումը մայրիկին, որ հետագայում մենք որևէ խնդիր ոչինչ չունենանք հիգիենայի հետ կապված եւ նաեւ կարեւոր է միջադիրների ճիշտ ընտրությունը, կիրառումը եւ բացի միջադիրների ճիշտ ընտրությունից ու կիրառումից նաեւ որ յուրաքանչյուր օր պարտադիր պետք է լվացվել։ Հաճախ մայրիկներն ինձ ասում են ցիկլի օրերին լսել ենք, որ պետք չի լվացվել, դաշտանային ցիկլի ժամանակ առհասարակ չպետք է ցնցուղ ընդունել։ Այս կարծրատիպն էլ եմ ուզում փոխվի եւ ես այս անգամ էլ ես օգտվեմ առիթից ու ասեմ, որ պարտադիր պետք է լվացվել յուրաքանչյուր օր, դաշտանային ցիկլի օրերին նախընտրել երկու անգամ լվացումներ կատարելը, որպեսզի լիարժեք առողջ, առույգ եւ աշխույժ լինենք եւ բացի դրանից նաեւ ունենանք թարմության զգացողություն եւ այնուհետեւ արյունը իրենից լավ միջավայր է հանդիսանում մանրների աճի ու բազմացման համար, ճիշտ հիգիենան պահպանելով մենք հետագայում կխուսափենք շատ խնդիրների առաջացումից։ Առաջին դաշտանի ժամանակ էլ մայրիկը որոշակի պետք է խրախուսի, այսպես ինչ որ ձևով ճիշտ բառերն եմ ուզում գտնեմ ճիշտ ասած, ինչ որ ձևով ճիշտ բացատրի երեխային դա իրենից ինչ է ներկայացնում, քանի որ եթե երեխան գիտակից է, գիտի ինչ է իրենից ներկայացնում դաշտանը, դաշտանային ցիկլը եւ առհասարակ իր օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները, այնքան ավելի բարդություններ չեն առաջանա։ Ես վստահ եմ, որ ցավային համախտանիշը դաշտանային ցիկլի ընթացքում 90% դեպքերում պայմանավորված է ոչ լիարժեք տեղեկատվությամբ եւ նաեւ 1000 անգամ կներեք բառից համար, բայց զզվանքի առաջացումով հենց դաշտանային արյան հանդեպ, որի արդյունքում ունենում ենք անտանելիություն եւ դրա հետևանքով ունենում ենք
սխալ թյուր ըմբռնում դաշտանային ցիկլի ամբողջ process-ի նկատմամբ ու ունենում ենք հենց դաշտանային ցավեր։ Դրա համար ինչքան ճիշտ հորդորեն, ճիշտ ձևով բացատրեն, այնքան ավելի ճիշտ կլինի երեխայի սեռահասունացման շրջանի մուտքը, այսպես ասած։ Ուստի հորդորեք, որ այո իրենք տեղեկացված լինեն ու բոլոր հարթակներով սա պետք է լուսաբանվի, որ իրենք տեղեկացված լինեն։ Ուզում եմ նաև օգտվելով առիթից ասեմ, որ նույն կիստաների հետ կապված Աստղիկ բժշկական կենտրոնում մեծ բաժանմունք գոյություն ունի, որտեղ որ կատարվում է վիրահատական ճանապարհով, վիրահատական բուժման ենթակա կիստաների հեռացում անկախ տարիքից եւ այս պարագայում ժամանակին դիմելույթությունը նպաստում է նրան, որ հնարավոր է լինում պահպանել ձվարանների ֆունկցիան, որպեսզի ձվարանները այսինքն հնարավոր նաև ձվարանների ֆունկցիան չկարողանանք պահպանել, միանշանակ իհարկե կիստայի բնույթից կախված, եթե ունենք արագաճ կամ ոչնչացնում են ձվարանային հյուսվածքը, երբեմն այո, կարող են դրանից ձվարանները տուժել։ Դրա համար, եթե ունենք կիստա, երբեմն ինքս էլ ունեմ պացիենտներ, որ 3 տարի առաջ են ինձ մոտ այցելել ու հետո 3 տարի անցնում են, նոր հիշում են, որ իրենց օրիորդը խնդիր ուներ ու կարելի է եւս մեկ անգամ այցելել, ոչ կիստաների դեպքում, եթե իրենք չափսերով մեծ են, ժամանակ առ ժամանակ պետք է որոշակի հետազոտություններ անցնել եւ հետեւել, տեսնել չափսի փոփոխություն ունենք, թե ոչ, աճում են, փոխվում է նաև կիստայի պարունակությունը, թե ոչ, նոր արդեն հանգամանալից հետագա տակտիկան արդեն մշակել։ Շնորհակալ եմ բժշկուհի։ Ես էլ եմ շնորհակալ։ Ջերմ և հոգատար վերաբերմունք։ Նորագույն տեխնոլոգիաների կիրառում։ Տարածված հիվանդությունների կանխարգելում։ Անվտանգ և ապահով միջավայր։ Բացառիկ սարքավորումներ։ Միջազգային համագործակցություն։ Չինից կորվանից միակը Հայաստանում ISO 9001 որակավորմամբ։ Շարունակական զարգացում եւ աճ։ Աստղիկ բժշկական կենտրոն։